Մենք վերադարձանք եւ արդեն մեր հյուրերը տաղավարում են ու ի դեպ մարտի 8-ի առիթով կարող եք նաեւ մշակութային միջոցառումների մասնակցել, համերգներ, ներկայացումներ եւ այլն, առաջարկները շատ են։ Բարի պետական անսամբլը հրաշալի համերգ ունի հենց այս առիթով, որի մասին մենք խոսելու ենք մեր հյուրերի հետ։ Լուսինե Մելքոնյան, ժողովրդական երաժշտության եւ բարի ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ եւ Գոռ Մկրտչյան, բարի պետական անսամբլի պարող։ Բարի լույս։ Բարի ձեզ։ Բարի լույս։ Միանգամից սկսենք խոսել համերգի մասին, ինչ ծրագիր է սպասվում, երբ է համերգը եւ որտեղ։ Հայաստանի բարի պետական անսամբլի կանանց տոնին նվիրված համերգը կանալու է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերա եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 10-ին ժամը 7-ին մեզ սպասվում է շատ հիանալի երեկո։ Ունենք նոր բեմադրություններ համալրված բազմաթիվ պարային համարներով։ Եվ շարունակեմ։ Ահա, Գոռը կշարունակի։ Տեսեք, բարի պետականի ծրագիրը ունի դասական պարերը, դրանք են Բերդ պարը, Կակաչները, Էնզելին, Սուսերով պարը, Արամ Խաչատրյանական եւ ունենք արդեն նոր բեմադրություններ, պարոն Գագիկ Կարապետյանը բազմաթիվ նոր համարներ է բեմադրել, գեղեցիկ բարի պետականին հարիր պարերով, գրեթե 80%-ը նոր պարեր են արդեն ծրագրում, հագեցված են շատ գեղեցիկ ունեղ պարերով։ Գարնանային թեմատիկ ներկայացումներ ունեք պարային։ Ինչ-որ պարային մասով ինքը լինելու է դասական, հենց բարի պետականին նվիրված պարեր, այսինքն բարի պետականը մի փոքր-ինչ ասոցացնում ենք մեր ժողովրդի սիրված այդ պարերի հետ կապված, ինքը լրիվ բեմադրական մասով ինքը հենց կոնկրետ բարի պետականին նվիրված պարեր են, այսինքն բարի պետականական պարեր են։ Այ որոնք են այցեքարտ պարերը, որոնց համար հանդիսատեսը պատրաստ է ամեն տարի գալ եւ դիտել ներկայացումը եւ ինչ է կարծում արդյոք այս նոր բեմադրությունները կդառնան այցեքարտ պարեր։ Այցեքարտն օրինակի համար Բերդ պարը, Կինտոների պարը, Սուսերով պարը, Արամ Խաչատրյանի լեզգին կան։ Իսկ նոր բեմադրություններից կարծում եմ բոլորն էլ կլինեն այցեքարտեր, որովհետեւ բարձր մակարդակի պարեր են, ունենք Ղայթարման նոր բեմադրություն, համշենական պարեր ունենք, կա Կոմիտաս, Շուշի ունենք նոր բեմադրած, բոլոր պարերը բեմադրել է Գագիկ Կարապետյանը, շատ գեղեցիկ պարեր են եւ կցանկանամ որ բոլորը մասնակցեն համերգին, դիտեն եւ Կարծում եմ Գոռի թվարկած պարերի շարքում այդ նոր պարերը Կոմիտասի երաժշտության հիմքով նոր բեմադրված պարը հենց հույս հավատ սեր խորագիրն է կրում, որը հենց գարնանային մոտիվներով է, մեր 3 շքեղ աղջիկներն են մենապարուհիներն են պարում եւ Ալեքսանդր Սպենդիարյանի համանուն ստեղծագործության հիման վրա նաեւ այդ Ղայթարման պարը, որը բեմադրված է, կարծում եմ ամբողջովին ինքը մեր գարնանային այս բուրըն շրջանը իր բեմադրության մեջ արտացոլում է։ Տիկին Մելքոնյան, որն է գաղտնիքը, որ 67-րդ համերգաշրջանն է արդեն, բայց բարի պետական անսամբլը չի կորցնում իր հետաքրքրությունն ու պահանջարկը։ Առհասարակ ասեմ ձեզ, ժողովրդական երաժշտության բարի ազգային կենտրոնը ստեղծվել է հենց այդ տարիների պատմություն ունեցող վաստակաշատ կոլեկտիվների հիմքով, ինչն է եղել իրենց հաջողության գրավականը, այս դեպքում Հայաստանի բարի պետական անսամբլի հաջողության գրավականը, նախ ստեղծել են այնպիսի մարդիկ, ովքեր ամբողջ գաղափարախոսությունը իրենց եղել է, որ ազգային ժողովրդական պարը դարձնեն ներկայանալի եւ այնպիսի ստեղծագործություններ բեմադրեն, որ տարիներ շարունակ ճիշտեն։ Հիմքը ստեղծվել է Էդվարդ Մանուկյանի եւ Խաչատուր Ավետիսյանի նախաձեռնությամբ, ասեմ ինչն է։ Միշտ տիպային պարերը, այն ինչը, որ հիմքը բեմադրությունների դրվել են, վերցրել է ազգային ոգին, վերցրել է հայ աղջկա հեզաճկուն պարի
շարժումները եւ այդ ամենի հետ մեկտեղ ստեղծագործությունները, որ բեմադրվել են, արվել է ասեղնագործ ձևով հենց բեմում։ Այդ ասեղնագործությունը բեմում դուք կարող եք տեսնել, որտեղ աղջիկները երբ որ պարում են կամ տղաները երբ որ պարում են, այդ պատկերները որ ստանում են տիպային, դա շատ լուրջ մտածված է։ Մինչ առ այսօր անսամբլում եղել են այնպիսի ղեկավարներ Վանուշ Խանամիրյան, Ազատ Ղարիբյան, Սուրեն Չանչուրյան, Գագիկ Կարապետյան, որոնք մեծանուն հայեր են, մեծանուն գործարած եւ մեծ վարպետներ, ավանդ ունեցող եւ Պարիպետականի երաժիշտներն էլ վաստակաշատ երաժիշտներ են, կթվի գորը անունները այս պահին։ Հա, բոլորն մեծ վաստակով երաժիշտներ են, մեր անսամբլի երաժիշտները հանրապետությունում ճանաչված, հա, Եղիշե Մանուկյան դուդուկահար, Արշակ Սահակյան, Նորայրը մեր դհոլահար, Կարինեն կանոնահար, այդպես բազմաթիվ մարդիկ, ում բոլորը ճանաչում են, իսկ պարամասով անսամբլը այսօր ունի մեծ հարուստ ծրագիր, հա, պարային ծրագիր, եւ այդ ծրագրով մենք ամեն անգամ հնարավորություն ենք տալի մեր հանդիսատեսին, որպեսզի գան եւ վայելեն մեզ։ Քանի որ երաժշտական մասին խոսեցինք, ուզում եմ հասկանալ ինչպես է տեղի ունենում երաժշտական եւ պարային մասերի համագործակցությունը։ Սկզբից ընտրվում է երաժշտությունը, որի հիման վրա բեմադրվում է պար, թե գուցե պարի իդեան է տրվում, հետո նոր դրան համար գրվում է կամ ընտրվում է երաժշտություն։ Բեմադրական մասով սենց է լինում, կամ ոգևորվում են երաժշտությունից, կամ հակառակը միտք է ունենում բեմադրիչը եւ այդ արդեն փնտրտուք են ունենում եւ դա ղեկավարի եւ երաժշտական մասի խմբի ղեկավարի աշխատանքներն են, որտեղ քննարկումներ են անում եւ այլն։ Իմ կարծիքով պարաբեմադրիչը ավելի շատ ոգևորում է երաժշտությունից եւ դրանով սկսվում է պարի սկիզբը, հա, բեմադրական աշխատանքների սկիզբը։ Մեր աշխատանքները այսպեսին է, մեր փորձերը մենք առանձին անում ենք մեր պարադահլիճում, երաժիշտները իրենց դահլիճում եւ երբ ունենում ենք արդեն ընդհանուր փորձեր, այդ ժամանակ բոլորով միասին, որպեսզի կարողանանք պարը եւ երաժշտությունը սինխրոնացնենք, քանի որ ինքը իր բնույթով ոչ թե մենակ երաժշտություն, այլ օրկեստրը աշխատում անսամբլի հետ, պետք է կարողանանք այդ ամենը սինխրոնացնել եւ գեղեցիկ մատուցել հանդիսատեսին։ Պարի պետական անսամբլը որպես հայկական մշակույթի այցեքարտերից մեկը, ինչ հյուրախաղեր ունի այս տարի, ինչ համերգային այլ ծրագրեր են նախատեսվում եւ արդյոք դուք մրցութային ծրագրերի մասնակցում եք թե ոչ, թեկուզ Հայաստանի սահմաններից դուրս։ Իհարկե մասնակցում ենք, այս տարվա ծրագրերի հետ կապված, Ամերիկայի եւ Իտալիայի հետ կապված ունենք ծրագրեր, դեռ չեմ ուզում փակագծերը բացեմ, բայց 2024 թվականի սկզբին Պարի պետականը Սաուդյան Արաբիայում հրաշալի 20 համերգով հանդես եկավ, մարզային համերգներ ենք շատ ունենում, կարծում եմ դեռ կլսենք Պարի պետականի միջազգային համերգների մասին, քանի որ 2024 թվականի դեկտեմբեր ամիսը ընդհանուր ժողովրդական երաժշտության պարի ազգային կենտրոնի համար շատ բարենպաստ ամիս էր, դեկտեմբերի 27-ին կառավարության որոշումով վերջապես ժողովրդական երաժշտության եւ պարային խմբերը ունեցան տարածք Վարդանանց 30 հասցեում, որ արդեն կունենան գործունեության հասցե, իրենց հասցեն, ոչ թե այս պահին որտեղակայված ենք, դա ամենամեծ ձեռքբերումն է, կարծում եմ, այս խմբերի, որովհետև նայեք, կենտրոնում այսօր աշխատում են լավագույն մասնագետները, ես կթվեմ անունները, դրանք են ժողովրդական երաժշտարվեստի եւ պարարվեստի լավագույն մասնագետները Նորայր Դավթյան, կոմիտասագետ Արտուր Շահնազարյան, պարարվեստի լավագույն մասնագետ Գագիկ Կարապետյան, Զորաբ Բակալյան, Նունե Գրիգորյան եւ էլի շատ ու շատ անուններ, Հայկ Գրիգորյան, այս բոլոր լավագույն մասնագետները մեկ հարկի տակ չեն կարող չստեղծել այն պրոդուկտը, որը մեր արվեստը պիտի տանի դեպի լուսավոր կետ։ Մեր խնդիրը միշտ եղել է բեմ չունենալը, բայց արդեն քանի որ շենք ունենք, շենքային պայմանները կան,
իդեպ պիտի նշեմ հատուկ, որ շենքի ձեռքբերումը բացառապես այսօրվա ղեկավարության պրպտումների եւ նախարարության եւ քաղաքապետարանի համատեղ աշխատանքի շնորհիվ է եղել մեր տնօրեն Արմեն Սարգսյանի։ Ինչի արդիվ ես ձեզ շնորհավորում եմ, որովհետև իսկապես շնորհավորելու առիթ է սա ու մեծ առիթ։ Այո, մեծ առիթ է։ Տիկին Մելքոնյան, ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի գործունեության մասին ինչ կպատմեք, ինչով եք այսօր զբաղվում, բացի Պարի պետական անսամբլը։ 2022 թվականին է ստեղծվել ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնը, որի հիմքում եղել է վերամիավորել այս խմբերը տարիների վաստակ ունեցող եւ որպիսի նրանք բոլորը միասնական գործունեություն ծավալեն մեկ տանիքի տակ, որպիսի բոլորի հիմնախնդիրները մեկտեղ լինի եւ ավելի կառավարելի լինի եւ ավելի տեսանելի լինի տնօրինության համար եւ հետագա քայլերը ըստ դրա վերադասավորվի։ Ոնց ներկայացնեմ, որպեսզի ավելի ճիշտ լինի։ 2023 եւ 24 թվականները եղել են շատ հագեցած։ Պատկերացրեք թիվը, ասեմ 179 համերգ ենք ունեցել 2024 թվականին։ Օ, միայն մեկ տարում։ Մեկ տարվա ընթացքում ունեցել ենք 179 համերգ, եթե հաշվեք աշխատանքային օրերը 200-ն են եւ 179 համերգ տալ սեփական բեմ չունենալով դա մեր օրերում հերոսություն է։ Եվ մարզային համերգներ ենք ունեցել, եւ միջազգային համերգներ ենք ունեցել, Պարի պետականի Սաուդյան Արաբիան թվեցի, Ֆրանսիայում 20 համերգով Ալթունյան պետական անսամբլն է հանդես եկել, Վրաստանում ազգային նվագարանների պետական նվագախումբն է հանդես եկել, Թուրքմենստանում համատեղ մշակութային Հայաստանի մշակույթն ենք ներկայացրել եւս Ալթունյան պետական անսամբլի հետ։ Այս տարի ակունք ազգագրական համույթը Կանադա է մեկնում, չգիտեմ, ոնց հնարավոր է կենտրոնը կարող այս պահի դրությամբ միջազգայնացնում է, հանրայնացնում է, մեծ գովազդային արշավ ենք անում, ռեբրենդինգ է արվել անսամբլների լոգոները, մենք ձեզ այսօր այս գարնանային լուսավոր առավոտը մեր լոգոներով քաղցրավենիք ենք վերել անսամբլների, խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Թող որ ձեր բուրըն գործունեությունը միշտ շարունակվի եւ հայկական մշակույթը նման կերպ պահվի, պահպանվի եւ ավելի զարգանա։ Եկեք հիշեցնենք, թե երբ է լինելու համերգը։ Ամսի 10-ին է լինելու օպերային թատրոնում։ Հրավիրում ենք բոլորին, կանանց տոնի նվիրված ես առիթից օգտվելով ցանկանում եմ շնորհավորել բոլոր կանանց, մաղթելով կանացի բուրըն երջանկություն, ամենալավ բաներն եմ մաղթում եւ թող հանդիսատեսը մեր լավ ժամանակ անցկացնի մեր համերգին մասնակցելով։ Շնորհակալություն, շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրերն են Լուսինե Մելքոնյանը, ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, եւ Գոռ Մկրտչյանը, Պարի պետական անսամբլի արտիստ պարող։ Շնորհակալություն զրույցի համար։ Իսկ ես առաջարկում եմ միասին շրջենք աշխարհի շուրջ, իսկ հետո կվերադառնանք։